Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր չենք խոսելու քաղաքականությունից, այսօր խոսելու ենք գեղեցկությունից, մոդելինգից եւ այլ գեղեցիկ բաներից եւ այսօր մենք տաղավար ենք հրավիրել գեղեցկուհի, մոդել, բազմաթիվ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից Մարի Ղարիբյանին։ Մարի, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ես, որ ինձ հրավիրեցիք, ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեր հետ փոքր զրուցելու ենք։ Մարի ջան, մի քիչ ուզում եմ նոր բաներ եմ իմացել ձեր վերջին, այսպես գործունեության, վերջին շրջանի գործունեության մասին, մի քիչ ուզում եմ խոսեք ձեր աշխատանքներից, ձեր այս նոր զբաղմունքից, հա, եթե կարելի է ասել, դուք հիմա զբաղվում եք մոդելավորումով, ճիշտ եմ ասում։ Ավելի ճիշտը մոդելավորում չէ, ագենտսվա է, որը նպատակն է հայ մոդելները լինեն միջազգային բեմերում։ Այդ նպատակով է, այս ամեն ինչը մենք արել ենք, որ հաջողություն կտանք մեր առաջին համագործակցությունը Փարիզի հետ, անցյալ ամիս ու մեր սիրելի մոդելները ներկայացան հայ միջազգային բեմում Փարիզի Fashion Week-ին ներկա գտնվեցին տարբեր դիզայներների շորերով։ Իմս արդեն երրորդ անգամն էր, որ ես մասնակցում էի բազմաթիվ Fashion Week-երի ու հետո որոշում կատարեցի, որ ինչի մեր հայ մոդելներն չմասնակցեն, ինչի միջազգային բեմերում իրենք էլ չմասնակցեն եւ որոշում կատարեցի համագործակցեմ Փարիզի տնօրենության հետ եւ ներկայացնեմ, որ մենք ունենք շատ գեղեցիկ հայ մոդելներ, որ կարող են այս բեմը գեղեցկացնել ու նպատակը այն եղավ, որ այսպես ագենտսվա որոշեցինք մտածենք եւ Gold Star Model Academy-ի անունով մեր հայ մոդելները ուղարկենք Փարիզ, Միլան ու այլ երկրներով միջազգային բեմերը բարձրանան։ Վերջին շրջանում, որքանով որ ես եմ հասկանում եւ որքանով որ ինձ հետ է սկիզբել, անընդհատ ճամփորդությունների մեջ ես։ Հաճելի աշխատանքային ճամփորդությունների մեջ ես, քեզ հաջողություններ իհարկե։ Եվ այսօր մեզ համար ունես հետաքրքիր անակնկալ, բայց մի փոքր ուշ այդ անակնկալների մասին, երկու հետաքրքիր անակնկալ ունես։ Մի քիչ ուզում եմ պատմել այսպես քո դպրոցում, քո գործունեության մասին, ինչով ես դու հատկապես զբաղվում։ Մոդելների պատրաստման, գեղեցկության մրցույթների մասնակիցների պատրաստման թեմայի մասին մենք խոսեցինք եւ ես ասեցի, դու էլ ինձ հետ ինչքան հիշում եմ համաձայնվեցիր, որ սա մասնագիտական նաեւ աշխատանք է եւ պիտի լուրջ մասնագիտական չափորոշիչներով մոտենալ այդ աշխատանքին։ Երևի դու այդ ճանապարհի վրա ես հիմա։ Այո, եւ ես չէի պատկերացնում, որ մի օր տենց ինչ որ հաջողություն կգտնեի, ես իմ համար փորձեցի մասնակցեմ Paris Fashion Week-ին, բայց հետո որ դու տեսնում ես այլ երկրներից գալիս են տարբեր մարդիկ, որ ինչու մեր հայ մոդելներն չմասնակցեն, ու այդ ուղղությամբ որոշեցի այսպես համագործակցություն կատարել, այսպես կազմակերպել, ու նաև լինեն նոր աշակերտներ, նոր հայ աղջիկներ, մոդելային ոլորտում մասնագիտական սովորեն իրենց դեֆիլեները եւ նաև միջազգային բեմերում ոնց գայլեն, ոնց իրենց դրսևորում են այդ միջազգային բեմերուն։ Դրա համար էր նպատակը, որ որոշեցինք այս դպրոցը բացենք եւ համագործակցենք ու նաեւ մեր մոդելները, որ Հայաստանում են, նաեւ իրենք կարող են միջազգային բեմերում լինեն։ Մասնագիտականը փորձում ենք, որ ավելի աշխատացնենք, որ թեպի հասնենք երևի Ամերիկա։ Ինքը այո, մի քիչ դժվար է, բայց ես հավատում եմ ուժերից, քանի եթե մինչև այսօր այստեղ հասել ենք, ուրեմն թեպի Ամերիկա էլ կարող ենք հասնենք։ Իհարկե, ես միշտ ողջունել եմ ձեր լավատեսությունը, Մարիա, եւ ամեն դեպքում ձեր նաև աշխատասիրությունը, նպատակասլացությունը այն ժամանակ եւ հիմա էլ չեմ փոշմանում դրա համար, որ ձեր այդ մարդկային հատկանիշները ողջունել եմ եւ այս վերջին դրսեւորումները կարծում եմ ձեր այդ մարդկային հատկանիշների շնորհիվ են տեղի ունեցել։ Ինչ է կարծում, այս ընթացքում, երբ մենք վերջի անգամ ձեզ հետ հանդիպելուց հետո ինչ որ մի բան փոխվել է, այ վերջերս մեր տաղավարում էր արդեն կարելի ասել աշխարհհռչակ մոդել գեղեցկուհի հայուհի Մանիտա Վարդանը, որը մեծ հաջողության է հասել գեղեցկության մրցույթների այդ ասպարեզում, ի թիվս նախորդ հաջողությունների 2025-ին դարձել է Միսիս աշխարհ, իսկ դա հսկայական նվաճում է եւ ես ինքս շատ զարմանում եմ, որ մեր մեդիա դաշտում դրա մասին
քիչ է խոսվել եւ եթե մեր մեդիան չլուսաբաներ այդ իրադարձությունը Մանիտայի հետ այդ զրույցը չկազմակերպեր, երևի թե առանձնապես կարծես թե մեր հայ իրականությունը շատ հանգիստ ընդունեց, մի տեսակ առանց ինչ որ էմոցիաների ընդունեց այդ փաստը, բայց իմ կարծիքով դա նույն բանն է, ինչ ասենք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն կամ Եվրոպայի չեմպիոն։ Այո, ճիշտ է, իրականում Հայաստանում դժբախտաբար մոդելային ոլորտում այս մասնագիտական մրցույթների հաջողությունների չեն գնահատում, ես դրանով եմ շատ նեղվում, բայց մենք փորձում ենք միշտ աշխատել, ներկայանալ, ճիշտ ներկայացնենք մեր հայը, ուր որ ուզում է թող լինի, եթե Հայաստանը լսում է մեզ կամ չի լսում, միան որ հաջողություն թող լինի, մեր նպատակը թող իրականանա, կարևոր չէ ինչ որ մեկից ինչ որ բան ենք սպասում։ Իմ նպատակս է դա, որովհետև մեր մոդելները, որ գնացել են, իրենք շատ ուրախ էին, որովհետև իրոք մոդելի համար մեծ երազանքի, մեծ մարտահրավերն է Փարիզ կամ Միլան ցուցադրության քայլելը, ամենամեծ փորձառության բեմերից մեկն է։ Ու այսօր որ իրականացրեցինք, կարծում եմ կսկսեն մնացած հայ մոդելներն, այլ ոչ թե իրար խանդ առաջացնեն կամ իրար նեղացնեն, այլ կսկսեն իրար վրա աշխատեն, համագործակցեն, համախմբված լինեն ու իրենք էլ բարի լինեն ու սկսեն իրենք էլ մասնակցեն դեպի միջազգային բեմեր, հավատան իրենց ուժերով, որովհետև այսօր շատ մարդիկ կան, որ չեն հավատում իրենց ուժերով, միշտ հիասթափվում են, որովհետև մոդելային ոլորտը մի քիչ թողնում է, որ դու հիասթափվում ես։ Իրենք պետք է մի քիչ ինքնավստահ լինեն, հավատան, որ կարա լինի, այլ երկրի մոդելներ միջազգային բեմերում լինեն, հայը չլինի, ինչի համար, չէ, մենք էլ կարանք լինենք, մենք ինչի պակասենք, մենք էլ շատ սիրուն մոդելներ ունենք, մենք էլ շատ սիրուն այդ մասնագիտականը, շատ ճիշտ ներկայացնում ենք, ու ես հավատում եմ, որ հաջորդ համագործակցություն, որ լինելու է, ավելի հայ մոդելների հետ ու ավելի շատ ենք լինելու քեղեցկացնենք, բայց ես չեմ ասում, որ մենք ստեղ թողենք գնանք Եվրոպայում միջազգային բեմերում աշխատենք, չէ, մենք մնանք մեր տեղը, բայց միշտ ունենանք ինչ-որ արդյունք տանք, Եվրոպայում ցույց տանք մենք հայերս ուր ենք, որովհետև ես միշտ փոքր ժամանակ խոսք եմ լսել, ինձ ասել են, քո մասնագիտությունը ինչ ուզում ա թող լինի, բայց դու քո բադիվ ու հայ ըլլալը միշտ ճիշտ ցույց տուր, ու ես այդ բահով եմ միշտ մեծացել, ու իմ մասնագիտությունս այս մոդելային ոլորտն է, ու ես էլ եմ ուզում այդ հայ բարը ու հայը ճիշտ լինի միջազգային բեմերում, թող չի ապրեն, թող չի աշխատեն, բայց գնալ գալով էլ կարանք մենք այդ ամեն աշխատանքը ցույց տանք։ Գիտես շատ ոգևորում ես, իրոք որ շատ ոգևորում ես ինձ քո այս խոսքերով, այո, իհարկե պիտի մենք պահպանենք մեր հայկականությունը, ոչ միայն այս բնակավարում, այլև ամենուր։ Դու խոսեցիր նաև թերի կողմերի մասին, ասեցիք, որ պիտի մի քիչ ավելի համարձակ լինեն, մենք նաև ժամանակին խոսել ենք, որ մեր հայ աղջիկները ունեն նաև որոշակի այսպես համարձակության հետ կապված որոշակի խնդիրներ, դրանց մի մասին կարելի է շատ հարգանքով ու շատ անկալումով մոտենալ։ Մարի, ինչ ես կարծում, մենք նաև այս բնակավարում նաև ունեցել ենք հաջողություններ, չէ՞, այ վերջին շռնդալի հաջողությունները Մանիտայի հաջողությունն է, չէ՞, այս դաշտում։ Դրանից առաջ էր Անգելինա Բաբաջանյան, եթե չեմ սխալվում, Գոհար Հարությունյան, այսինքն վատ հաջողություններ չենք ունեցել այս դաշտում, այսինքն մեր հայ գեղեցկուհիները փայլել են։ Ընդհանրապես տխուր չէ, բայց պետք է ավելի ճիշտ ներկայանան ու քնահատվեն։ Ես էդի կարող եմ ասեմ։ Փարիզում կամ Միլանում այդ Fashion Week-երի մոդելները շատ քնահատում են, իրենց ծախսեր ամեն ինչը հոգում են, որովհետև մեծ մասշտաբ է, աշխարհահռչակ են։ Հայաստանը կարող է փոքր է եւ ինքը կարող է չի հասնում այդ դրան ներդրում անել։ Դրա համար մենք այսօր այս վիճակի ենք։ Ես այդ եմ կարծում։ Ինքն գտնում ես, որ այս ոլորտում մենք պիտի պետականորեն, հա, կամ մասնավոր հատվածը պիտի ամեն մասնագիտականին օգնում, բայց Մարիա, եթե դիմես որևէ գործարարի կամ գործարար շրջանակների չեն օգնի, ըստ քեզ, փորձել ես կամ գործարարի կողմով չեմ կարող ասեմ, բայց եղել է որ ուզել է մրցույթի գնամ հովանավորները մանեկել, իրենք այդ կանել այդ կողմից չեն ուզել մասնակցեն։ Կարող է փոքր շատ դիզայներներ կա, ես իրենցից շնորհակալ եմ, որովհետև ում թիմերը օգնել են, բայց շատ դիզայներներ կա, իրենք ոնց որ չեն օգնել։ Այսինքն այսօր գոշորը ուզում ենք ներկայացնենք այլ երկիր, հայկականը եւ այլն, բայց իրենք չեն օգնում կամ չեն տեսնում։ Շատ դիզայներ, բոլորի մասին չեմ խոսում, շատերը կան, շատ են ուզում, օգնում են, հովանավոր լինում են, բայց շատերը կան, ոչ, չեն օգնում։ Մեր հայ հասարակության ուշադրությունը կհրավիրենք այս բնակավարի շուրջ,
այն իմաստով, որ այս բնակավարում մենք արդեն արձանագրել ենք հաջողություններ եւ եթե մի քիչ էլ վերաբերմունքը ավելի շատանա, մի քիչ ջերմությունը ավելի շատանա, առարկայական վերաբերմունքը ավելի շատանա, ներդրումներ կատարվեն, այո, ուրեմն վիճակը շատ ավելի լավը կլինի։ Այո, ես հավատում եմ, ինչքան ճիշտ աշխատես, ինչքան նպատակ ունենաս, ամեն ինչին մարդ հասնում է։ Ես այդ ուժին ես միշտ հավատում եմ ու հուսամ ամեն ինչ լավ կլինի։ Արդեն դու ինչ որ աղջկա մի երազանք նվիրես, արդեն քեզ համար դա մեծ ուրախություն է։ Օրինակ, էս եղած է, որ անում ենք մենք ինչ որ երազանք նվիրենք մեր գեղեցիկ մոդելներին կամ մեր աղջիկներին, դա արդեն մեծ աշխատանք է։ Դու ինչ որ մեկում երազանք ես նվիրել։ Ու դա կարծում եմ շատ մեծ աշխատանք է գնում։ Ես այդպես կարծում եմ։ Հիմա քո թույլտվությամբ ներկայացնենք քո աշխատանքի պտուղներին շատ հետաքրքիր, այսպես քո դպրոցի ներկայացուցիչներն են, չէ՞, թե կարելի ասել։ Ավելի ճիշտը իրենք ոլորտի մեջ տարիներ աշխատում են, երբ իմ հետ սկսեցին կապ հաստատեն, որ իրենք էլ ուզեցին մասնակցեն, ու իրենք պատրաստ էին, ու ինչն էր ինձ համար ուրախություն, որ իրենք ինձ վստահեցան, որովհետև այսօր շատերը չգիտեն ուր են գնում, ինչ են անբակարան, գնանք, բայց իրենք ինձ վստահեցան եւ փորձեցին ամեն ուժերով գնան եւ այնքան սիրուն էին մասնակցել, այնքան սիրուն ներկայացրեցին, որ ես այնտեղից միան զանգեր ստացա, որ շատ սիրուն էին ձեր մոդելները ու ինձ համար այդ մեծ ուրախություն էր։ Դիանան եւ Կամիլան իրենք արդեն հին մոդելներ են, բայց Եվրոպայում արդեն առաջին քայլերին արեցին անցյալ ամիս ու կարծում եմ, որ շատ լավ ճանապարհներ է բացվելու իրենց դիմաց։ Ես քեզ առայժմ ասում եմ հաջողություն, շնորհակալություն, քո գործունեության մեջ քեզ մաղթում եմ մեծ հաջողություններ եւ հիմա արդեն սիրով ներկայացնենք մեր երկու հրաշալի գեղեցկուհիներին։ Սիրելի բարեկամներ, հիմա կլինի մի փոքրիկ անոնս, որից հետո մենք կներկայացնենք մեր երկու գեղեցկուհիներին։ Բարեկամներ, կարճատև դադարից հետո շարունակում ենք մեր այսօրվա եթերը գեղեցկության, մոդելների, մոդելինգի եւ այլ գեղեցիկ բաների մասին եւ արդեն մեր տաղավար են եկել երկու հրաշալի գեղեցկուհիներ, Դիանա Լեպեջյանը, բարև ձեզ, շնորհակալություն մեր տաղավարում լինելու համար եւ Կամիլա Մարգարյանը, Կամիլա, շնորհակալություն մեր տաղավարում լինելու համար, բարև ձեզ։ Ձեզ նույնպես որ մեզ որպես հյուր ընդունել եք այսօր։ Մարի Ղարիբյանի հետ զրուցում էինք եւ շոշափեցինք ձեր թեման եւ ես ուրախությամբ իմացա, որ դուք այս բնակավարում արդեն որոշակի փորձ ունեք, որոշակի ճանապարհ եք անցել։ Դուք վերջերս եք վերադարձել Փարիզից, որտեղ մասնակցել եք Paris Fashion Days ստուգատեսին, ճիշտ եմ ասում։ Այո։ Մի քիչ պատմեք այդ ստուգատեսի մասին եւ ինչ առաքելությամբ եք գնացել Փարիզ։ Դիանա, սկսենք ձեզանից։ Նախաբարար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարիա Ղարիբյանին եւ Gold-Star մոդելային ընկերությանը այս մեծ հնարավորությունը ընձեռելու համար։ Անկեղծ կլինեմ եւ կասեմ, որ ինձ համար երազանք էր Փարիզում մասնակցել որևէ fashion միջոցառման եւ իրենց շնորհիվ իմ երազանքը իրականություն դարձավ։ Տպավորված եմ բավականին, որովհետև նման հսկայական բեմում քայլելը ինձ համար ինձ թվում է բառերը չունեն այդ ուժը, որ ես նկարագրեմ։ Նկարագրեմ այն էմոցիան, որը ստացել եմ այդ շոուի շրջանակներում։ Ես արդեն զգում եմ, թե դուք ինչ էմոցիոնալ դաշտում եք հիմա գտնվում եւ շատ ուրախ եմ, որ այդքան դրական էմոցիաներով եք եկել Հայաստան։ Հուսով եմ նաեւ որոշակի ձեռքբերումներով եք եկել Հայաստան, այո։ Շարունակելով Դիանայի խոսքը, ես կրկին ցանկանում եմ Մարիա Ղարիբյանին շնորհակալություն ասել։ Մենք այստեղ մենք մասնակցել ենք մեկ քասթինգի եւ հասնելով Փարիզ, մենք ունեինք հնարավորություն մեկ դիզայների հետ աշխատելու։ Հասնելով այնտեղ մենք մասնակցեցինք մի քանի քասթինգների միաժամանակ եւ ես եւ Դիանան միաժամանակ քայլեցինք եւ աշխատեցինք 4 աշխարհահռչակ դիզայներների հետ։ Դա մեզ համար շատ լուրջ աշխատանք էր, բայց մենք շատ ուրախ էինք, որ եւ մեզ ընձեռվել է հնարավորություն, որ մենք մեզ ցույց տանք եւ մենք ներկայացնենք Հայաստանը։ Կարծում եմ շատ մեծ պատվով դա մենք կատարեցինք։ Տպավորությունները շատ, էմոցիաները շատ ուժեղ էին, Մանուկ ջան։
չեմ կարա նկարագրեմ, երբ որ ասում են երկու երնեք մեկ տեղում չէր լինում, հավատացեք լինում է, որովհետև մենք սիրո քաղաք Փարիզում էինք եւ մենք կատարեցինք երևի մեր երազանքներից ինչ որ մեկը Բայց այդ մեծ սերը ամեն դեպքում ձեզ չխոչընդոտեց, որ կրկին վերադառնաք Երևան եւ ձեր այդ տպավորությունները փոխանցեք մեզ, չէ՞, այդ սիրո քաղաքից ստացած այդ տպավորությունները։ Արդեն երկրորդ, երրորդ օրներ հիանալով թե ճարտարապետությամբ, թե մարդկանցով, միևնույն է, քոնը կարոտում ես, որովհետև քո հողի վրա դու ավելի ուժեղ ես, ավելի համարձակ ես, այստեղ քո ընտանիքն է, քո ընկերներն են, այնտեղ մի փոքր քեզ օտար ես զգում, բայց հենց գալիս ես Հայաստան, էլի ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այո։ Ռուբեն Հակվերդյանը մի շատ լավ խոսք ունի։ Ես քեզ սիրում եմ իմ Երևան, արժե հասնել աշխարհի ծայրը, որ այս խոսքերը հասկանամ։ Հրաշալի խոսքեր։ Ամեն անգամ, այո, ամեն անգամ ճամփորդելիս ես ավելի շատ եմ զգում ու հասկանում այդ խոսքերը, որ Երևանից լավ տեղ չկա։ Ես անչափ ուրախ եմ, որ դուք համ գեղեցկուհիներ եք, համ էլ հայրենասեր գեղեցկուհիներ, դա շատ կարևոր է։ Մանավանդ մեր օրերում, երբ որ իմ կարծիքով հայկականը, հայրենասիրականը մի տեսակ նահանջել է, ցավոք սրտի։ Այնպես որ կարծում եմ, որ ձեր պես երիտասարդ հետաքրքիր գեղեցկուհիները կարող են մերը, հայկականը, հայրենասիրականը, մեր ազգայինը ներկայացնել աշխարհին։ Ինչ ծրագրեր ունեք եւ ինչպիսի մրցույթների եք մասնակցել այդ Փարիզյան մրցույթից առաջ։ Որոշակի փորձառություն ունեք, չէ՞, ինչպես ես հասկացա արդեն։ Իմ առաջին քայլերը սկսել եմ Miss Հայաստանի հետ։ Այնտեղ ոչ մի տիտղոս ձեռք չեմ վերել, որովհետև չունեի որևէ փորձ։ Երկրորդ անգամ մասնակցել եմ գեղեցկության մրցույթի Լիբանանում, որտեղ top 10-ում եմ հայտնվել, էլի դեպ Մարիա Ղարիբյանն է ինձ ուղարկել, շնորհակալ եմ նորից։ Երրորդ անգամ մասնակցել եմ Թուրքիայում գեղեցկության մրցույթի Miss Model Universe, Miss Photo Model Universe, այնտեղ զբաղեցրել եմ առաջին տեղը։ Հաղթել եք։ Այո։ Ուշացումով շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Որը բավականին մեծ ձեռքբերում էր իմ համար եւ կարելի է ասել դասվում էր իմ երազանքների շարքին երազանքներս հերթով իրականացնելով գնում եմ Գեղեցիկ բան է, շատ գեղեցիկ բան է։ Հա։ Իսկ չորրորդը մասնակցել եմ Չինաստանում գեղեցկության մրցույթի։ Ամեն պարագայում ես ավելի շատ մասնակցում եմ գեղեցկության մրցույթների, որովհետև ցանկանում եմ հայերի անունը լսելի դարձնել միջազգային մասշտաբով։ Դա ինձ համար շատ կարևոր հանգամանք է։ Ամեն անգամ գեղեցկության մրցույթի մասնակցելիս ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհի տարբեր ծայրերում ձեռք են բերում հարազատ մարդիկ։ Կամիլա, իսկ դուք ինչ կասեք ձեր կենսագրության մասին։ Շնորհակալ եմ հարցի համար, Մանուկ ջան։ Իմ փորձը սկսվել է եւս գեղեցկության մրցույթից, մասնակցել եմ Miss Հայաստան գեղեցկության մրցույթ 2019-ին, զբաղեցրել եմ վիցեմիս եւ հանդիսատեսի համակրանք տիտղոսներին, որից հետո իմ նպատակը ավելի շատ ոչ միայն մրցույթներին մասնակցելն է, այլ ավելի շատ նորաձևության միջոցառումներին։ Իդեպ ուզում եմ նշել, շատ մեծ փոփոխություն է զգացվում, եթե համեմատենք անցյալում եւ այժմ այս ասպարեզը, նկատում եմ, որ նորաձևությունը դարել է մեր առօրյայի մի մասը եւ դա շատ ուրախացնում է եւ լինելով առաջին անգամ միջազգային ասպարեզում, միջազգային բեմում շատ տպավորված եմ եւ շատ էմոցիաներով եմ հետ եկել եւ հուսով եմ, որ շարունակական կլինի այս ճանապարհը եւ միասին Ձյաննայի հետ կգնանք մեր երազանքների ետևից։ Ես շատ ուրախ եմ։ Մայրունակ դուք որպես երիտասարդ աղջիկներ, ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդ աղջիկներին, որոնք նոր են մտնում մոդելինգային ասպարեզ, պատրաստվում են գեղեցկության մրցույթների մասնակցել, ինչ խորհուրդ կտաք, արդեն որոշակի որպես փորձառություն կուտակած մարդիկ։ Խնդրեմ Ձյաննա։ Խորհուրդ կտամ երբեք չհիասթափվել, որովհետև Սա այն ասպարեզն է, որտեղ իրենք միշտ բախվելու են հիասթափության եւ կյանքը անվերջ պայքար է։ Մենք միշտ ընկնելու ենք, միշտ բարձրանանք, միշտ մոտիվացվելու ենք, միշտ հիասթափվենք, բայց կարևորը երբեք չմոռանալ, ինչի համար ենք սկսել։
Կարևորը ճանապարհի կեսից, երբ հիասթափությունը շատ ուժեղ լինի, հետ չկանգնենք, որովհետև հետ կանգնելը այնքան գրավիչ է։ Գրավիչ հետ կանգնելը, այսինքն նահանջելը գրավիչ է, ըստ ձեզ։ Նահանջելը, երբ տեսնում ենք, որ չենք կարողանում գնալ առաջ, բավականին փոքր ենք մեր երազանքի համար, հետ կանգնելը բավականին գրավիչ է։ Ես ինքս շատ եմ ունեցել նման հիասթափություններ, բայց երբ որոշել եմ ճանապարհից հետ կանգնեմ, ինչ որ մի մեծ բան է սկսվել իմ կյանքում, իմ կարիերայի հետ կապված, ես հասկացել եմ, որ չէ, ես ճիշտ ուղու վրա եմ։ Կարծում եմ լավ բան եք ասում շատ։ Ավելի ոգեշնչող բան եք ասում, որովհետև այո, համաձայն եմ ձեզ հետ, մի տեսակ թուլանալը, չէ, նահանջելը ավելի այսպես գայթակղիչ է, չէ, այսպես ուղղակի ես երևի սկզբից մի քիչ լավ չհասկացա ձեր միտքը, բայց հիմա տեսնում եմ, որ շատ խորը միտք արտահայտեցիք եւ կարծում եմ, որ պիտի այդ հեշտ ճանապարհով չգնա երիտասարդ մարդը, չէ, գնա ավելի դժվար ճանապարհով, կռվելու, պայքարելու, ինքնահաստատվելու ճանապարհով։ Ինչ առաջ Մարին էլ նույն բանը ասեց, չէ, այս ոլորտը բավականին զարգացել է, չէ, ասենք առաջվանը չի։ Հիմա նույնիսկ կարծես թե ավելի են շատացել հաղթանակները, այլ հիշատակեցինք Մանիտայի շռնդալից հաղթանակները, հուսանք դուք եք արդեն հասցրել որոշակի ձեռքբերումներ ունենալ, դուք եք արդեն առաջին մրցանակ շահել, հուսով եմ նաև Կամիլան էլ շուտով մի մրցույթում առաջին մրցանակ կշահի եւ սրտան ցանկանում եմ դա անկեղծ այնպես որ ուրախ եմ որ նաև Մարիի հետ եք այսպիսի հետաքրքիր համագործակցային դաշտի մեջ այսքան գոհ եք որովհետեւ մարդիկ կան որ նույն աշխատանքային միջավայրում չէ իրարից գոհ չեն լինում բայց դուք եթե գոհ եք կարողանում եք միմյանց ճիշտ հասկանալ ուրեմն նշանակում է մի բան կա եւ լավ է լինել Ձեզ առաջարկներ լինում են, օրինակ Մանիտային նաև ֆիլմում նկարվելու առաջարկներ են եղել, ասենք, սերիալներում, ֆիլմերում, ինչ-որ մի հաղորդաշար վարելու, այդպիսի առաջարկներ ստացել եք կամ պատրաստվում եք այդպիսի գործունեության մասին մտածել։ Ֆիլմում նկարահանվելու առաջարկ դեռ չեմ ստացել, բայց ապագայում տարբեր երկրներում ֆեշն շոուների մասնակցելու առաջարկներ ստացել ենք եւ փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել խորհրդավոր եք էլի հա իսկ դուք ստացել եք որևէ մենք միասին ենք ստացել առաջարկ Այ օրինակ մի բան էլ կա մի բան եմ ուզում հարցնել այ մեր հայ գեղեցկուհիները մի տեսակ որոշակի իմաստով կաշկանդված են Այդպես ընդունված է ասել էլի, ասենք ինչ որ մի քիչ բաց հագնվելու կամ մի քիչ փակ հագնվելու այդ պահերը մեր ավանդական ես դրա մեջ ճիշտ ասած լավն եմ տեսնում, շատ լավ բան եմ տեսնում, բայց դուք երբևէ կանգնել եք այդ խնդրի առաջ։ Այո, եղել է բնականաբար եւ քանի որ ես ընտրել եմ այս մասնագիտությունը, ես բնականաբար չեմ կարող հարել որևէ կարծրատիպերի եւ կատարում եմ իմ աշխատանքը պրոֆեսիոնալ կերպով։ Իհարկե կան սահմաններ, որոնք երբեք չեմ անցնի, բայց ամեն պարագայում չեմ նայում որևէ կարծրատիպի։ Ես օրինակ կարծում եմ, որ ամեն դեպքում բաց շատ հագուստը չի, որ պիտի չէ, ընդգծի աղջկա գեղեցկությունը, մանավանդ մեր հայուհիները թույլ տամ ինձ ասել, այնքան ինձ համար գեղեցիկ են, այնքան բարձր եմ ես գնահատում նրանց բնատուր գեղեցկությունը, որ պարտադիր չի շատ ինչ որ բաց հագնվես եւ այլն։ Դա էլ թող լինի երևի մեր առանձնահատկությունը, չէ՞, մեր ընդհանրապես հայ գեղեցկուհիների առանձնահատկությունները եւ ամեն ինչով չնմանվենք, էլի, չէ, եվրոպաներին, չէ, եւ այլն։ Եվ կուզենայի ձեր երկուսիդ բարեմաղթանքները, այ որպես ավելի փորձառու գեղեցկուհիներ, նոր, այսպես ասած, այս ասպարեզ մտնող գեղեցկուհիներին, ձեր ինչ կմաղթեիք։ Ես մեր աղջիկներին խորհուրդ կտամ, որպեսզի լինեն համբերատար, աշխատասեր, չվախենան, այսինքն այս ասպարեզը իրանով այնպիսին է, որ լինելու են շատ դեպքեր, ինչպես Դիանան նշել էր, ունենալու եք եւ հաջողություններ, եւ հիասթափություններ, եւ պարտադիր չէ, որ ամեն օր ձեզ ընտրեն։ Ամենակարևորը այն է, որ ամեն օր դուք ինքներդ ձեզ ընտրեք այնպիսին, որ դու ինչպիսին դուք կաք։ Շատ աշխատանք է պահանջվում, այսինքն լինելով եւ աշխատելով այս ասպարեզում դուք պետք է հասկանաք, որ շատ բաներից պետք է պատրաստ լինեք ձեզ զրկել, շատ աշխատել, որ ունենաք արդյունքներ, այսինքն մոդել լինելը դա միայն
գեղեցիկը չէ, այդ գեղեցիկը դու պետք է կարողանաս ճիշտ մատուցել եւ դա միայն արտաքին գեղեցկության մասին չէ խոսքը, այսինքն պետք է լինես կամեցող, պետք է լինես բարի, դա ամենօրյա աշխատանք է, շատ կարևոր է, որ աղջիկները չմրցակցեն միասին, պետք է մենք հասկանանք, որ իհարկե ամեն մեկիս հաջողությունը անձնապես մեզ ուրախացնում է, բայց մենք պետք է կարողանանք ուրախանալ նաև դիմացինի հաջողությունով։ Զիանա ջան, դուք ինչ կասեք։ Ես կմիանամ Կամիլային, շատ կարևոր է սերը սեփական եսի նկատմամբ, որովհետև դա է տալիս ինքնավստահություն։ Եվ այս ոլորտում առանց ինքնավստահության կարծում եմ չենք կարող գտնվել, որը իհարկե ամենօրյա աշխատանք է։ Կմաղթեմ, որպեսզի լինեն ինչպես Կամիլան եւ Դիանան, չվախենան, միշտ լինեն համարձակ եւ սիրան իրենց։ Ապրեք, ես ձեզ սրտանց ցանկանում եմ մեծ հաջողություններ, նույնիսկ թռիչքներ ձեր գործունեության մեջ եւ ցանկանում եմ նաեւ սրտանց, որ ձեր առաջին այսպես գալը լինի մեր տաղավար եւ վերջինը չլինի։ Այնպես որ շնորհակալ ենք Մանուկ ջան, շնորհակալ ենք այս հաճելի զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար, շատ հաճելի զրույց ունեցանք։ Շնորհակալություն։ Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, այսօր քաղաքական եթեր չէր սա, զրուցեցինք գեղեցկության մասին, գեղեցկուհիների մասին, մեր տաղավարում էին Մարի Ղարիբյանը, Դիանա Լեպեջյանը եւ Կամիլա Մարգարյանը։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, խնդրում եմ սեղմեք զանգակ կոճակը, բաժանորդագրվեք մեր Armix News YouTube-յան ալիքին, իսկ այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք։